Բարի երեկո, ձեզ այդ սուրանկյունն է, որի նպատակը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Մեր ճանապարհը տանում է դեպի նպատակ եւ կարեւոր չէ թե որքան երկար է այդ ճանապարհը, քանի որ առանց նպատակի չկա գործունեություն։ Մինչ կանցնեմ թողարկման թեմաներին, պետք է խոսեմ մի երևույթի մասին, որը վերջին ժամանակահատվածում տարածում է գտել։ Սուրանկյունը անցած երկուշաբթի անանուն ահազանգ ստացավ, թե Նոր-Նորքի դպրոցներում աշխատակիցներին ուղղորդում եւ ահազանգողի խոսքով պարտադրում են, որ սոցիալական փաթեթը ստանան տնօրենների նախընտրած ապահովագրական ընկերությունից։ Բնականաբար հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ահազանգողն իրականում անձնական խնդիրներ ունի տնօրենի հետ եւ այս կերպ փորձել է վրեժխնդիր լինել։ Հետագայում նման իրավիճակներից խուսափելու, ինչպես նաև ժամանակն անիմաստ չվատնելու համար խնդրում եմ ահազանգելու դեպքում ներկայանալ, նաև չեն ընդունվելու փակ համարներից հեռախոսազանգերը։ Տավուշի մարզում սողանքային շուրջ 20 գոտի կա, 7-ը առավել ակտիվությամբ։ Ամեն վայրկյան բնակիչները զգում են գրունտի շարժը, տները քանդվում են նրանց աչքերի առաջ։ Վիճակն այդպիսին է նաև Իջևանի Հովք գյուղում։ Մեզ ահազանգած գյուղացիները զայրացած բողոքում են, թե տներն արդեն վտանգավոր են բնակության համար, իսկ մարզպետարանի տարաբնակեցման նպատակով խոստացած ֆինանսական օգնությունը չեն ստանում։ Մարզային իշխանությունների ներկայացուցիչներն էլ մեր նկարանող խմբին պարզաբանել են, որ անցած տարի տասնյակ ընտանիքներ այդ օգնությունը ստացել են։ 2013-ի համանման ծրագիրը դեռևս քննարկվում է տարածքային կառավարման նախարարությունում։ Սողանքների խնդիր կա Հայաստանի մարզերի մեծ մասում, առավել ակտիվ է 25-ը, սակայն դրանց դեմ չեն պայքարում։ Ինչպես պատկան կառույցներում են վստահեցնում, փող չկա։ Այս տեսանկյունից հարկ է հիշել 10 տարի առաջ մեկնարկած սողանքների կառավարման եւ կանխարգելման ծրագիրը։ Դրա 3 փուլի ողջ գումարը, շուրջ 60 միլիոն դոլար, ծախսվել է ոչ թե բնակչության տարաբնակեցման կամ հակասողանքային միջոցառումների իրականացման, այլ ընդհանրապես ուսումնասիրությունների համար։ Ճապոնացի մասնագետները այցելել են գյուղեր, պարզել մեկական թաղամասերում հողերի հոսքի պատճառները եւ առաջարկել առայժմ անիրականանալի թանկարժեք միջոցառումներ։ Ծրագրի միակ արդյունքը կոնկրետ գյուղերում սողանքային վիճակների մասին զեկույցներն են։ Հայաստանում սողանքային վիճակի, վտանգավոր գոտիների բնակիչների ու իրավասուների կարծիքների մասին է Շուշանիկ Միրզոյանի «Սողանքից քշվածները» տեսանյութը։ Դες ինչ վիճակած, կողմներ փուլ եկավ, կներեք զուգարանելը, ինչ սարքում են, են է լրի փուլա կկա։ Սողանքից ոչ միայն ջանքել են այս տան պատերը, հատակը հիմնապատերի մոտ իջել է ցած, կենտրոնում մնացել բարձր, քայլերը անհարմար է, ու ամեն պահի հիշում ես մի պարզ ճշմարտություն, երկրագունդը իսկապես որ կլոր է։ Իջևանի տարածաշրջանի Հովք գյուղի բնակչուհի Տիկին Ռուզաննան պատմում է 2004 թվականի սողանքի հետևանքով 4-րդ աստիճանի վթարային դարձած իր տան մասին ու նկատելով հաշմանդամ ամուսնուն դիմում է նրան։ Ամուսինները ստիպված տեղափոխվել են հարևանի տուն, ապրիլի սկզբին պետք է ազատեն այդ տարածքը, գնալու տեղ չունեն։ Չնայած տասնյակ դիմումներին, ոչ գյուղապետը, ոչ մարզպետարանը չեն լուծել տարաբնակեցման հարցը։ Համայնքի նախաձեռնությամբ մարզպետարանի ուժերով պետքա գոնե ապահովեն ժամանակը, որ կացարանը, բայց համայնքի եւ մարզպետարանի ուժերով մինչ օրս այդ աշխատանքները չեն իրականացվել։ Մենք որ խոսում ենք Սիմոնյան Աշոտին, Բալասանյան, Կարենի բնականային հաղթում ենք, խնդրում ենք քաղաքաշինություն ասում են միայն այս մատյանով 40 հոգի ունենք։ Ինչի պետք է հենց Սիմոնյանին լուծենք կամ Բալասանյան Կարենինը, կարող ավելի վատը կա։ Ավտովթարի եմ ենթարկվել, որի հետևանքով դարձա հաշմանդամ։ Կոնկրետ Հովքով առավել վտանգավոր այդ երկու բնակիչների Աշոտ Սիմոնյանի եւ Բալասանյանի տներն են։ Սողանք կա Տավուշի 25 համայնքում, առավել ակտիվ են 7-ը։ Պետբյուջեի ֆինանսավորմամբ արդեն լուծվել է շուրջ 20 ընտանիքի բնակխնդիր։ Աշոտը պետք է սպասի իր հերթին։ Տարածքի մոտ 4, ճանապարհային ցանցի մինչև 3.5, իսկ երկաթողային ցանցի կես%-ը։ Այսպիսին է Հայաստանի սողանքային քարտեզը։ Գրունտի հոսքի պատճառները տարբեր են, կանխարգելիչ պաշտպանիչ աշխատանքներ չեն կատարվում։ Չկա ոլորտը համակարգող միասնական կառույց։ Կանխարգելիչ միջոցառումներ ում տունը արդեն փլվելիս ալնա, գյուղապետը ինչ որ մի տեղաճարան, որ տեղափոխի։ Առավել ակտիվ 133 սողանքի ամենաընդգրկուն նոր ու թանկարժեք քարտեզը տասնամյա վաղեմություն ունի։ Ճապոնիան այդ նպատակով մոտ 60 միլիոն դոլար է հատկացրել։ Ճապոնացիները այցելել են նաև Աշոտին։ Մտածել է գուցե տուն գնեն, բայց իզուր։ Նրանք ոչ թե
այս վթարային տան բաներով են եկել, ինչ որ իրանք ուրիշ հաշվարկներ են ունեցել, ընդհանուր սողանքների հետ կապված։ Ծրագրի շրջանակում առանձին քարտեզներ են մշակվել, կանխարգելիչ կոնկրետ միջոցառումներ առաջարկվել։ Նրանց առաջարկները շատ թանկ էին։ Օրինակ Հաղարծին գյուղի մոտ առաջարկեցին այդ տարածքը ծածկել պլաստիկով, որ հողը չխոնավանա եւ սողանքը վերանա։ Գումարներ չլինելու պատճառով որովից միջոցառում չի իրականացվել։ Առաջարկի իրականացման համար պահանջվող գումարի մոտավոր չափը հասկանալու համար նշենք, որ Ճապոնիայում միջին չափի սողանքում ջրահեռացնող թունելի շինարարությունը մոտ $500 միլիոն արժե։ Նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող։ Ստացվում է, գումարը ծախսվել է քարտեզների մշակման համար, որոնց մի մասը հնացել է այդպես էլ նպատակին չծառայելով։ Մենք օգտվում ենք, որ գուրություն ենք գրում, ցուցակներն ենք ներկայացնում, հիմնավորում ենք մեր գուրությունները։ Արտաքին գործոնների ճնշման հետևանքով նա կարող է վերակտիվանալ ցանկացած րոպեին, որպես օրինակ կարող եմ բերել Հաղարծինի սողանքը, բայց երկաթուղին երբ սկսեցին կառուցել, նա ակտիվացրեց այդ սողանքը։ Սողանքները բնակեցված տարածքներում չեն կարող կայուն մնալ, նշում է մասնագետը եւ բերում կոնկրետ նոյեմբերյանի եւ կապանի օրինակները։ Վտանգավոր տեղամասեր կան, սողանքի ճիշտ է, նրանք շեփը ստեղծել են, այնպեսի աստիճանի են բերել, թեկուցան, որի ժամանակ գրում տեղակայուն վիճակում են։ Այս քիվը որ կա, այս տարածքը քիվը սրանց դեմ պետք է նույնպեսի մոնիտորինգ կատարվի, ճրքերը վերահսկվել, ճաքը կարող է զարգանալ, բերել իրան ուրիշ հետևանքների։ Սա կապանի Հարությունյան փողոց այս տներն են, այս շենքերը փաստորեն գտնվում են հասանելիության գոտում, վտանգավոր գոտում։ Այստեղ արվել են իհարկե, այստեղ թարավանդներ են կառուցվել, հայինչ նախագծի կողմից ուսումնասիրվել, սակայն ասվելվա դրությամբ մոնիտորինգ չկա, չեն հետևել։ Իսկ այս պարագայում արդյոք ավելի ճիշտ չէր լինի այդ 60 միլիոնը ուղղել այլ նպատակների։ Պատասխանները տարբեր են։ Ողջաբերդի սողանքի օրինակով, քանի որ սողանքը ինքը շատ մեծ է, եւ նա գտնվում է դանդաղ շարժման մեջ, ավելի հեշտ է ու ավելի արդարացված է մարդկանց ուղղակի տարհանել է վտանգավոր տեղանքից տեղափոխելով մի այլ վայր, քան թե պայքարել այդ սողանքի դեմ։ Ամեն դեպքում ցանկացած կազմակերպչական, ցանկացած կոնկրետ միջոցառում կազմակերպելիս տակը պետք է ծրագիր լինի։ Թե քանի ընտանիք դրանով կկարողանար տուն ստանալ, դժվար է հաշվել։ Ասենք Տավուշում մեկ ընտանիքի տարաբնակեցման համար միջինը 6 միլիոն դրամ է պահանջվում, Աշոտի տունը ավելի քիչ է գնահատվել։ Այս են դոկումենտն է, որ դաժե գումարը մեջին նշվում է 7 միլիոն 4.71 միլիոն։ Հա։ Այդ ծրագիրը թեկուզ եւ մասամբ հնացած ոլորտը կարգավորող նոր հայեցակարգի մշակման հիմքում է։ Շուշանիկ Միրզոյան, Հովանես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Շատերդ կհիշեք Արարատի մարզի Սիփանիկ գյուղում բնակվող Լիլիթի պատմությունը։ Նա շնչառական խնդիրներ ունի եւ անհրաժեշտ դեղամիջոցների համար ընտանիքը դժվարությամբ է գումար հայթայթում։ Որոշ դեղամիջոցներ Լիլիթին տրվում են պետպատվերով։ Եվ ահա օրերս զանգահարել էր աղջկա մայրը եւ տեղեկացրել, որ իրենց պոլիկլինիկայի բժիշկը դեղ չլինելու պատճառաբանությամբ երկար ժամանակ կնոջը տարելու բերել է։ Նելի Հարությունյանը եղել է պոլիկլինիկայում եւ զրուցել բժշկի հետ։ Հայտնի է, որ սոցիալական որոշակի խմբեր, նաեւ որոշ հիվանդություններով տառապողներ պետպատվերի շրջանակում պարբերաբար անվճար դեղորայք են ստանում։ Կառավարությունը տարեստարի փորձում է այս նպատակով բյուջեից հատկացվող գումարն ավելացնել եւ համարյա ամբողջությամբ բավարարել դեղորայքի կարիք ունեցողներին։ Բայց պարզվում է, պոլիկլինիկաներ հասած դեղորայքը միշտ չէ, որ հասնում է հասցեատերերին, կամ հիվանդներն այն ձեռք են բերում բարի բուն իմաստով կյանքի գնով։ Անվճար դեղորայքի արտոնություն ունեցողները վաղուց հասկացել են, որ ով տեր ունի, դեղորայքը ժամանակին եւ անհրաժեշտ քանակով կստանա, իսկ խեղճուկրակները մշտապես ստանում են բժշկի չոր պատասխանը. դեղ չունենք, չենք ստացել, կամ ձեր դեղը պետության հաստատված ցանկում չի, գնացեք դեղատուն։ Նկարանումների ընթացքում կազմակերպված նախարարություն, մարզպետարան, պացիենտ, պոլիկլինիկա, յուրօրինակ հեռախոսակամրջի միջոցով րոպեների ընթացքում բացահայտել ենք մի քանի դեպք, երբ հիվանդը դեղ ստանալու համար անհիման քաշքշուկի մեջ է ընկել։ Այսպիսով, ինչու չեն կարողանում հիվանդները մարդավարի ստանալ իրենց հասանելիք դեղորայքը, ով է վերահսկում այս գործընթացը եւ ուր են անետանում բժիշկների խնայած դեղերը։ Ներկայացնում եմ Նելի Հարությունյանի «Տերովին տերն է տարել» տեսանյութը։ 11-ամյա Լիլիթը վերջին 2 շաբաթը անկողնում է անցկացրել։ Առողջական վիճակը կտրուկ վատացել է, շնչարգելումները հաճախակյացել։ Օրական 18 հաբը Լիլիթի կյանքի երաշխիքն է եւ հույսի շողը, որ պետք է նրա ճանապարհը լուսավորի դեռ երկար տարիներ, մինչեւ վիրահատություն։ Դեղերը, որոնք տրամադրվում են փոքրիկին պետպատվերի շրջանակում, եւ շատ են, եւ թանկարժեք։
Դրա համար էլ թերևս ձեռք են բերվում կռվով դավով։ Բժիշկն ասում է ամբուլատորիայի, որ ինձ վերևից նեղում են, ես չեմ կարող տալ, ուղղակի պայքարով մենք ստանում ենք ամեն ամիս, կարծես ողորմություն ենք խնդրում։ Բժիշկը անընդհատ ասում է, այս ամիս լավ տալիս եմ, եկող ամիս էլ չգաց, տարեք երեխուն ուրիշտեղ հաշվառեք, եթե երեխային այդ դեղերը չտան, ուրեմն մահվան են այդ երեխուն տանում։ Մարտինը չեմ ստացել։ Բժիշկ Բալոյանցը տեղում էր։ Պնդում էր, որ երբևէ չի ասել, թե Լիլիթի դեղերը ամբողջությամբ չեն տալու։ Ինքը ստանում է ահավոր մեծ գումարի դեղորայք, շատ մեծ գումար։ Եթե մի հատ միայն Լիլիթի կստանա այդքան, պարզա որ մնացածը արդեն տուժվում։ Սենց անհնար է։ Լավ մի տարի, 2 տարի, 3 տարի նոր էլ ստացել, հիմա էլ եկել էին, երկու օրից պետք է գան, որ ասին գալու ենք ստանանք, էլի ստանալու են։ Այսինքն իրանց չի ասվել, որ այս ամիս էլ ենք նորմալ լրիվ տալիս, մյուս ամիս տեսեք ինչ եք անում։ Ոչ, տենց խոսակցություն չի եղել։ Այդուհանդերձ մոր խոսքով քթից բերում են մինչև դեղերը տալիս են։ Հիմա պատկերացրեք, ինչ փորձությունների են ենթարկվում մյուս հիվանդները, հաշմանդամները, թոշակառուներն ու երեխաները, ովքեր ինչպես ասում են, տեր չունեն։ Առողջապահության նախարարությունում բացառում են, որ բժիշկը կարող է դեղն ունենալ, բայց միտումնավոր չտրամադրել կամ հայտարարել, որ պետպատվերի ցանկում նշանակված դեղը ընդգրկված չէ եւ ցույց տա դեղատան ճանապարհը։ Կան, որ չեն տալիս, կատեգորիկ են մերժում, կամ որ մարդիկ երբ որ պահանջում են իրենց իրավունքները գիտեն, նրանք արդեն տալիս են, կլինի ցանկի ներսում, կլինի ցանկից դուրս, խեղճ եղավ, ուրեմն ինքը պետք է գնա իր գումարով առնի։ Չեմ կարծում, որ այդ դեղորայքը ունենալով չեն տրամադրի, ուղղակի խնդիրը ես կարծում եմ, իմ կարծիքն է, որ դա ճիշտ պլանավորման եւ ճիշտ պաշտման խնդիրն է։ Իրենք արհեստական են առաջացնում հերթերը, հա, որ մարդիկ հոգնեն, ձանձրանան, չստանան եւ գնան իրենց գումարով գնեն երևի թե։ Եվ դա իրենք յուրացնեն, ինչու՞ չէ, որ տնօրենը ու ասենք համապատասխան դեղատան աշխատողներ։ Եվ ես բարձրաձայն միշտ լսել եմ, ավելի լավ է մեռնենք, քան այս հերթերի մեջ կոտորվելով դեղը ստանանք, հարամ այս դեղը ստանալը։ Դոնարա Ալեքսանյանը հիմա զբաղված է առաջին կարգի հաշմանդամ 29-ամյա Արթուր Փիլիպոսյանի համար պետպատվերով հասանելիք դեղորայք բառի բուն իմաստով պոկելով։ Նշանակված դեղերը ցանկում ընդգրկված չեն, փոխարինողներն էլ երիտասարդին չեն օգնում։ Նման դեպքերի համար կա հատուկ մեխանիզմ, բայց առաջնային բուժօգնության հաստատությունները հիմնականում նախընտրում են չծանրաբեռնվել։ Ավտովթարից տարելագլխի տրավմա Եթե չլինի դեղորյակը իմ երեխան հաստատ ձեռքից կգնա։ Փոխարինող դեղեր են առաջարկել, փոխարինող դեղերը երբեք օգուտ չի տա։ Կարող են անել, բայց չեն անում։ Որպեսզի հիվանդի բուժումը արդյունավետ իրականացվի, կառավարության որոշման փաստացված կարգով կա մի մեխանիզմ, որով բացառիկ դեպքերում, եթե անհրաժեշտ է նշանակել եւ բժիշկը գտնում է, որ պետք է նշանակել հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, այդ նպատակով յուրաքանչյուր ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական հաստատությունում ստեղծվում է հանձնաժողովը գնահատում է այդ կարիքը եւ հնարավորություն է տալիս, որպեսզի նշանակվի նաեւ հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղերը։ Արթուր Փիլիպոսյանի հարցով իրեն ծանրաբեռնել չցանկացողը Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրեն Լաուրա Գասպարյանն էր։ Իրեն հարկավոր են դեղորայք, որը որ պատասխանել եք, այդ 4 դեղորայքը ցանկում չկա։ Տղային միշտ ապահովել ենք դեղորայքով։ Յուրաքանչյուր տաբլետկայի համար մրցույթ ենք հայտարարել ու օրենքը ասում է տվյալ դեղին համարժեք։ Ուզում ես ուզի, չէ։ Հանձնաժողովը ինչ է որոշել, երբևիցե հավաքվել եք, որոշել եք, տակ թե չտակ։ Ոչ, չենք հավաքվել, չենք որոշել։ Իդեպ դեղերի հիշատակված ցանկի մասին։ Դրանում առողջապահության նախարարի հրամանով ընդգրկվում են այն դեղերը, որոնք որակյալ են, անվտանգ եւ էժան։ Նույն սկզբունքով առաջնորդվում են նաեւ որոշակի հիվանդությունների համար նախատեսված դեղերի պետական գնման ժամանակ։ Որքանով են դրանք արդյունավետ թողնեք մի կողմ, բայց որ այդ ցանկը հիվանդների 95%-ը կյանքում չի տեսել, հաստատ է։ Հետևաբար երբեք չի կարող իմանալ իրեն նշանակված դեղը կարծուցակում թե էլի կոպիտ ասած ցրեցին։ Պացիենտի պահանջով պետք է ցանկը տրամադրվի։ Անցած ամիսներին որոշակի հիվանդությունների համար նախատեսված, մասնավորապես հակադիաբետիկ դեղորայքի դեֆիցիտը նախարարությունը վերացրել է։ Ավելին, եթե անցյալ տարի հակադիաբետիկ հաբերը տրամադրվում էին 30, ապա այս տարի գրեթե 100%-ով։ Հարցազրույցի օրը մարտի 12-ին Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ հենց այդ օրը մարդիկ կարող են գնալ պոլիկլինիկա եւ ստանալ անհրաժեշտ դեղորայքը։ Սակայն մեզ դիմաց հիվանդի, ապա Քրմոյանի, պոլիկլինիկայի բժիշկի հետ հեռախոսային պարզաբանումները ճշգրիտ կերպով ջրի երես հանեցին դեղորայք տրամադրող ստորին օղակների խաղիկները։ Գրետան ձեզ ասեց, որ 10 օրից հետո նոր եկեք կստանաք դեղերը։ 15-ից հետո կգաք դեղերի հետևից, չկա դեղ։ Հիմա խոսեցինք եւ գրետային եք տանք։ Գրետան ասում է, որևէ խնդիր չունենք մատակարարման, այդ բժիշկին ասել ինձ որևէ մեկը չի զանգել դեղի հարցով։ Վերջի անգամ Իսուկին է բաշխվել ամսի 1-ին են ուսին, այս մարտի։
Բոլոր մարզերը ստացել են։ Ալո, բարև ձեզ։ Ամբուլատորիայից է։ Շաքարախտի դեղերը ունեք, կարող եք գալ վերցնել։ Իրանք ասացին, որ դեղերը կա, կարող եք գալ վերցնել։ Դեղերի մատակարարման բաշխման այս խառը գործընթացի վերահսկողն ու պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են, մասամբ նաև առողջապահության նախարարությունը։ Վերահսկողությունն իրականացվում է երկու մեխանիզմով՝ փաստաթղթային եւ ստուգումներով։ Պետպատվերով ստացված դեղերի մասով հաշվետվությունը ներկայացնում է յուրաքանչյուր ամիս։ Եթե կոնկրետ փաստաթղթային ձևակերպումները ճիշտ արած է, դա եթե խախտում կա, դա արդեն պացիենտի բողոքով մենք տեղեկություն ենք ստանում։ Այդ թվում նաև հարցում են անում հեռախոսային, արդյոք դեղորայք ստացել եք թե չէ։ Վերջին 1 տարում աշխատանքից ազատվել է 1 բժիշկ պետպատվերի շրջանակում հիվանդին բուժօգնություն եւ դեղորայք չտրամադրելու համար։ Անցած ամիս եւս մի դեպք է արձանագրվել Երևանում։ Բժիշկը տուգանվել է 100,000 դրամով։ Ներկայում եւս 3 վարույթ կա, որից մեկի դեպքում դեղորայքն անհիմն չտրամադրելու փաստը ապացուցվել է։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Անցած թողարկմանը Տաթև Մեսրոպյանը խեղված ճակատագրեր էջում ներկայացրեց դժբախտ կնոջ պատմությունը, որի խաղամոլ ամուսինը նրան տանուլ էր տվել։ Կինն էլ ստիպված լքել էր երկիրը։ Այսօր կներկայացնենք մեկ այլ տխուր պատմություն, որը նույնպես չի տեղավորվում մարդու ուղեղում եւ չի դիմանում որևէ քննադատության։ Ամուսինը ծաղրուցանակ է ենթարկել կնոջը, որը հղի է եղել։ Մասնավորապես ստիպել է ամեն օր հատակի վրա ձգումներ անել ու չեմ ուզում շարունակել։ Իսկ հետևանքը սրտի խնդիրներով ծնված նևրոտիկ երեխան է, որի բուժման ծախսերը մայրը դժվարությամբ է հոգում։ Ինչ ուզում եք ասեք, բայց ստակներ մեզանում որքան ուզեք։ Նախկին ամուսիններն այժմ փորձում են կիսել ունեցվածքը, սակայն ինչպես պատմել է ստորացումների ենթարկված կինը, հոգեկան վերքերը չեն սպիանա մինչև կյանքի վերջ։ Ու որքան էլ հոգեբանները պնդեն, թե ամուսինը հոգեկան խնդիրներ ունի, միևնույն է, կնոջի ապրածը չի փարատի ոչ մի պատճառաբանություն։ Եվ եթե մեր երկրում պարտադիր լիներ հարկադիր բուժումը, գուցե նման դեպք չգրանցվեր։ Ու թող այս պատմությունն առավելապես հետաքրքրի գրանտակեր իրավապաշտպաններին, որոնք մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ վայնասուն են բարձրացնում եւ ըստ էության պատկան կառույցներին պարտադրում, որ անմեղ սունակները ազատության մեջ մնան։ Մինչ կներկայացնեմ Տաթև Մեսրոպյանի հղիությունը մեղք տեսանյութը, նշեմ, որ նման դեպքերում կյանքը լուրջ է միշտ, բայց մշտապես լուրջ ապրել չի կարելի ասույթով առաջնորդվելը կօգնի ազատվել անհաղթահարելի թվացող բարոյահոգեբանական բարդույթից։ Հղիության ընթացքում ֆիզիկական վարժանքներն անհրաժեշտ են, բայց ունեն սահման, որից այն կողմ կարող է վտանգվել մոր կամ պտղի կյանքը։ Գոհար Ասատրյանի ամուսինն անցել է այդ սահմանը եւ ծեծի սպառնալիքով կնոջը հղիության 8-րդ ամսում ստիպել է օրը 50 անգամ հատակի վրա ձգումներ անել։ Գոհարի պատմությունը տարիներ հետո գրի առել դուստրը, որին էլ հղիության ընթացքում սպասում էր։ Մեր տունը կռիվ ա։ Մենք արդեն երեխեքով արդեն զզվել ենք, որ ասում ենք, երբ պիտի ամուսնանանք ու գնանք ու հեռանանք այս տնից, որ չտեսնենք, թե ոնց է ծեծում մեր մամային։ Մի անգամ էլ ուզում էր գնալ քաղաքից դուրս, մաման իրան ասեց՝ մի գնա, էդ էր, մամային սկսեց ծեծել։ Հետո բաղնիկում պոլիպետով խփեց մամայի ճակատին ու թողեց այնտեղ ուշագնաց։ Գնաց, այդ գիշեր մամայի ճակատի արյունը չէր կտրվում։ Գոհար Ասատրյանն անկեղծանում է, սիրելով չի ամուսնացել։ 17 տարեկանում ստիպողաբար ամուսնացրել է խորթ մայրը եւ այդ կերպ վտանգել է թե իր, թե հետագայում երեխաների կյանքը։ Ավելին, սթափ վիճակում ամուսինն ավելի դաժան է եղել, քան հարբած։ Նման պայմաններում ապրել է մինչև երեխաների չափահաս դառնալը։ Առաջին 2 ամսվա ընթացքում սկսեցին բռնությունները, ես արդեն 1 ամսական հղի էի, առաջին երեխայով սկսեց բռնությունը, անդադ ծեծեր, սպառնալիքներ, վախեր։ Ինքը անգամ չխմած ժամանակ ավելի չար էր, քան խմած ժամանակ։ Ես էի դուժում այդ ընթացքում անընդհատ վախենում էի, հետո ծեծում էր, հետո ասում էր հանգարց ոչ մեկին չասես կսպաներ։ Մենք զրուցեցինք նաև Գոհարի նախկին ամուսնու հետ։ Վերջինս թեև չցանկացավ հանդիպել, բայց հեռախոսազրույցում հերքեց, թե բռնություն է գործադրել կնոջ եւ 4 երեխաների նկատմամբ ու նրանց անվանեց ստախոս։ Բայց դեպքում ո՞րն էր պատճառը, որ ամուսնալուծվել եք։ Ես որ հետևելից ընկրեմ, իրանք վաշույս կյանքում չեն ապրի։
Գոհարը պնդում է, որ բռնություններն են ամուսնալուծության պատճառ հանդիսացել։ Մինչև այդ ամուսնալուծության փորձեր արել է, բայց հրապարակային բռնությունների գնով։ Մեծ դժվարությամբ 2 տարի առաջ Գոհարն ամուսնալուծվել է։ Հիմա դատարանում է համատեղ սեփականության բաժանման հայցը։ Նախկին ամուսինն ապրում է համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանում, իսկ ինքը երեխաների հետ վարձով։ Նախկին ամուսինը չի ցանկանում բնակարանը վաճառել եւ գնորդի առաջ դուռը չի բացում։ Ես շատ եմ փորձել, որ բաժանվեմ, իրանից հեռու ապրեմ։ Անդադ սպառնում էր, անդադ։ Ես փորձել եմ մեկ անգամ եւս չեմ հիշում քանի տարի առաջ, անգամ ես դիմել եմ դատարան, նորից այնտեղ ինքը դատարանում զարմացավ, որ ես դատարան եմ իրան կանչել, հրավիրել։ Գոհարի ամուսինը հերքեց նաև թե դեմ է բնակարանի վաճառքին։ Ես տունը վաճառում եմ, դեպի կարած փոխանցել։ Անգամ կողմերի փոխադարձ մեղադրանքներից հետո փաստաբանը հստակ ներկայացնում է իրավիճակից դուրս գալու ելքը։ Այդ իրավիճակը, այսինքն համատեղ սեփականության կարգավիճակը որոշվում է քաղաքացիական օրենսգրքի կոնկրետ 201 հոդվածով, ամուսիններից յուրաքանչյուրը իրավունք ունի հավակնելու այդ գույքի իր մասին։ Սա պետք է կատարածվի, եթե ոչ արդեն հարկադիր կատարման ծառայության միջոցով հարկադրաբար։ Իսկ այս պատմությունից բժիշկը եկել է այն եզրահանգման, որ մայրն ու երեխաները երջանիկ պատահականությամբ են ողջ մնացել։ Կարող է նպաստել երեխայի թթվածնային քաղցի, իսկ թթվածնային քաղցը բերում է ուղեղի տարբեր պաթոլոգիաների։ Երեխան կարող է ծնվել դերևս անհաս։ Ամուսնական կյանքը պատմելիս Գոհարը նշեց, որ միայն վախ ու տխուր հիշողություններ են մնացել, սակայն լավատես է։ Միակ ուրախությունը երեխաներն են։ Երազում է գույքի բաժանումից հետո փոքրիկ բնակարան գնել ու երեխաների հետ համերաշխ ապրելով մոռանալ անցյալը։ Տաթև Մեսրոպյան, Հովհաննես Չափարյան, Սուրանկյուն։ Օրերս լրահոսից տեղեկացա, որ մարտի 11-ին ժամը 15-ի սահմաններում սեյսմիկ պաշտպանության ծառայությունը գրանցել է 2,5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Արմավիր քաղաքից 15 կիլոմետր դեպի հյուսիս։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեծամորում 2-ից 3 բալ։ Ուշադրություն դարձրեք, Մեծամորում, ասել է թե ատոմակայանի գոտու։ Հաշվի առնելով, որ մեր տարածաշրջանը առանց չափազանցնելու աշխարհի ամենասեյսմավտանգ գոտիներից մեկում է ու երկնակեղևում մշտապես կատարվող գործընթացները ժամանակ առ ժամանակ հանգեցնում են սեյսմիկ ակտիվության աճի, նաև այն փաստը, որ երկրաշարժերը կրկնվելու միտում ունեն, որոշեցինք ուսումնասիրել խնդիրը եւ ուշագրավ մի քանի փաստ արձանագրեցինք։ Հայաստանում մասնավորապես խոշոր երկրաշարժերի հաճախականությունը ըստ որոշ մասնագետների 30-ից 60 տարի է։ Այդ ընթացքում երկնակեղևում կուտակվում է էներգիա, որը կարող է դուրս ժայթքել մեկ խոշոր երկրաշարժի կամ բազմաթիվ թույլ ցնցումների տեսքով։ Անգամ խոշոր երկրաշարժի դեպքում ըստ մասնագետների էպիկենտրոնում կգրանցվի 7-ից 8 բալ։ Հերմինե Բաղդասարյանի երկրաշարժը կույր տարերկ տեսանյութը։ Երևանի 5 սեյսմակայաններից է $25,000 արժողությամբ ժամանակակից այս սարքը իրական ժամանակում արտապատկերում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հնարավոր ցնցումների ուժգնությունը։ Նման համակարգ նախատեսվում է Գյումրիի եւ Կապանի համար։ Երկրակեղևը ցնցվում է, փոխանցվում է պատվանդանի միջոցով տվիչ սարքին եւ իրական ժամանակում ավտոմատ արտապատկերվում է նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում գտնվող դիսպլեյի վրա։ Ճգնաժամային կառավարման կենտրոնում մոնիթորների միջոցով հետևում են դեպքերին, նույնիսկ մեր նկարահանման պահին արձանագրվեց երկրաշարժ, ինչը վայրկենական երևաց մոնիթորին։ Տեսեք, այս պահին Թուրքիայում տեղի ունենում երկրաշարժ։ Մագնիտուդը 2, հստակ ամսաթիվը վայրկյանի ճշտությամբ։ Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը մասնագետների հավաստմամբ դրսևորվում է Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում Ահարիի հայտնի ուժեղ երկրաշարժով։ Այդ օջախը անընդհատ զգացնել է տալիս թույլ եւ միջին ուժգնության ցնցումներով։ Ակտիվանում է նաեւ Վրաստանի տարածքը։ Սա բնականաբար անհանգստացնում է նաեւ մեզ։ Մենք չենք կարող հիմնվել միայն Հայաստանի կայանների վրա, որտեղ տեսեք Հայաստանը փոքր է, տարածաշրջանը մեծ։ Որովհետև երկրաշարժը, երբ որ նախապատրաստվում է, ինքը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում։ Վերջերս հանրապետությունում սեյսմիկ թույլ ակտիվություն է նկատվում։ Մեծամորում օրերս 3 բալ ուժգնությամբ միանգամից 2 երկրաշարժ գրանցվեց։ Վնասներ իհարկե չկան, պարզապես 88-ից առաջացած ճեղքերն են մեծանում։ Այս ճեղքերը իհարկե ինքնան չեն եղել, 85 թվականից մի տեղ ճեղքերը սկսվեցին, դե պատկերացրեք քանի տարի անց։ Պրոստա խաղաց էլի։ Լոմշկին շարժ կենա, կանցից։
Նայ գիտե որ ժաժակալը ասում են դերաշար։ Մեծամորձիներից շատերը չեն զգացել երկրաշարժը, բայց նույնիսկ թույլ ցնցումների մասին լսելիս առաջինը մտածում են, որ ատոմակայանից հեռու են ընդամենը մի քանի կիլոմետր։ Այս բանկա որ չվախենաս, առավել եւս այս գերհզոր օբյեկտի հետ խաղես անում։ Հաշվարկներում նախատեսված է, որ ինքը պետք է այս ցնցմանը դիմանա, կախված իր կարևորության աշշանին, ասենք շենքա, շինությունը, համակարգա, եւ ապացուցված է, որ արվել են հատուկ հաշվարկներով, ապացուցվում է, որ նա կդիմանա, այդ ժամանակ խնդիր չի ունենա։ Այնպես որ ատոմակայանի սեյսմիկ անվտանգության առումով մտահոգվելու պատճառ չկա։ Մասնագետների վստահեցմամբ վտանգ չի սպառնում նույնիսկ 8 բալանոց երկրաշարժի ժամանակ։ Ատոմակայանի սեյսմիկ անվտանգության ռիսկերը վերագնահատվել են։ Նույնիսկ միջազգային կառույցներն են ապացուցել, որ այն համապատասխանում է սեյսմիկ անվտանգության բոլոր նորմերին։ 6 բալը մոտավորապես են երաշարժն է, որի ժամանակ դժվար որևէ բան փլվի կամ քանդվի, բայց նույնիսկ այդ ժամանակ էլ մեր ատոմականը անվտանգ կանգնելու է, առանց օպերատորի, առանց մարդու մասնակցության։ Դրանք հատուկ բլոկներ են, որոնցից սիգնալը գալիս է ավտոմատ եւ կանգնվում է ռեակտորը։ Արմավիրում գրանցված ցնցումները բոլորովին էլ պատահական չէին, ասում էր Աֆի Դուրգարյանը։ Դեռևս Քրիստոսից առաջ արձանագրություններն են վկայում երկրաշարժերի մասին։ Տեսեք կետագծերով անցկացված հյուսիս արևմտյան խզվածքը նրա անկյունային մասում 1022 թվին, 1036 թվին, 1064 թվականին եւ մի 5-10 երկրաշարժ ունենք այստեղ զգալի։ Իսկ այնտեղ, որտեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվել, պոտենցիալ ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիներ են, օրինակ Սպիտակը, Գառնին, Սյունիքը, Փարակ Հարաջավախքը։ Չեն կարողանա կոնկրետ ասենք, որ այս թույլ երկրաշարժերը կարող էին նախացնցումներ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի, սակայն մյուս կողմից ես դա չեմ կարող բացառել։ Բայց մի բան պարզ է, որ ինչքան ուժեղ է երկրաշարժը, այնքան երկար ժամանակահատվածում է նա նախապատրաստվում, տասնյակ տարիներ, գուցե եւ 100 տարի, եւ այնքան մեծ տարածք է ընդգրկում։ Մասնագետները երկրաշարժերը օրինաչափ են համարում ու նաև ընդգծում, որ թույլ եւ միջին ուժգնության ցնցումները անգամ անհրաժեշտ են, քանի որ լիցքաթափում են երկրակեղևում կուտակված էներգիան։ Իսկ երկարաժամկետ անդորը անհանգստանալու առիթ է տալիս, որովհետեւ հավանականությունը, որ օջախային գոտում կարող է լինել հաջորդ երկրաշարժը, մեծանում է։ Հարավ-արևելյան հատվածը, Սյունիքը, որտեղ վերջին տասնամյակներում ուժեղ եւ միջին ուժի երկրաշարժեր չեն գրանցվել։ Դրա մասին մենք գիտենք, դրա մասին գիտեն մասնագետները եւ մենք միջոցներ ենք ձեռք առնում։ Սպիտակի երկրաշարժի դառը փորձը ցույց տվեց, որ սեյսմիկ ռիսկերի թերի գնահատմամբ կառուցված շենքերը հողին հավասարվեցին։ Բնականաբար բնության այդ տարերքը կանխել հնարավոր չէ, բայց սեյսմիկ ռիսկը նվազեցնել անհրաժեշտություն է, նշում են մասնագետները։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավոր հաջորդ ուժեղ երկրաշարժը չվերածվի աղետի։ Գիտենք, որ երկրաշարժերը միտք չունեն մեզ սպանելու, այլ երկրաշարժերի արդյունքում վատ կառուցված շենքերն են կամ կոմունիկացիաները կամ հրդեհները, երկրորդական երևույթներն են մեզ սպանում։ Եղանակային վերջին փոփոխությունները զգալի վնասներ հասցրին Կապանում եւ Գորիսում։ Ջերմաստիճանի բարձրացման պատճառով հեղեղումների վտանգը մեծ է, բայց եղանակի տաքացումը երկրաշարժերի հետ որևէ կապ չունի։ Դրանք պարզապես զուգադիպություններ են։ Մեր տարածաշրջանում երկրաշարժերի օջախները գտնվում են մի քանի կիլոմետր խորությունների վրա։ Սառեցման գոտիները դրանք 80 սանտիմետր, մաքսիմում 1 մետր են կազմում։ Հետևաբար մի քանի սանտիմետր եւ մի քանի կիլոմետր խորության վրա գտնվող օջախային գոտիները այդպիսի կոնկրետ կորելացիաներ չեն կարող ունենալ։ Այնուամենայնիվ մասնագետները հիշեցնում են, որ մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում։ Երկրաշարժերը եղել են, կան ու ցավոք կլինեն։ Պարզապես պետք է դրանց մշտապես պատրաստ լինել։ Խոսքը համալիր պատրաստվածության մասին է։ Հերմինե Բաղդասարյան, Հովանես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Գովազդային դադարից հետո թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Անգամ աբորտ անեն, իրենց երեխեքի հրաժարվեն, թող չանեն, թող բերեն տան ես պահեմ։ Նման ահասարսուլ դեպք գրանցվեց օրերս Աբովյանի ծննդատանը։ Ուղղակի այդ պահին մենակ էի, շոկի մեջ էի։ Երեխային այսպես ասած վերացնելու մասին կինը մտածել է ծննդաբերելուց օրեր առաջ։ Կտրուկ ձևով ասել եմ, որ վիժման նպատակով մեր ծննդատուն չեն դիմում։ Ժամեր անց հայտնաբերվել էր հանցագործը։ Երեխայի լեզուս չի պտտվում ասել մայրը։ Սադերը քաթաթել եմ ու դրած տելեֆոնին մեջ։
տեսնում եք այս խելոքին, թե ինչպես է ոստիկանության մարտուն ու բաժնում անմեղ գառան հայացքով պատում դաժան վրաերթի մանրամասները։ Տեսա նրան, վախեցավ, թողեց տուն գնաց։ Չգիտեիր, որ չթույլատրելի հատվածով անցնելու ժամանակ հնարավոր է չապրես, այ ապրես չան։ Գեներալ Սերգեյ Չայլյանին պատկանող նոր Նորքում գործող պենոպլաստի արտադրամասում օրը ցերեկով հրդեհ է բռնկվում։ Գյուղացիները, քրկարաններ եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ դուրս են բերել 4 վիրավորներ։ Դե լսեք, մարզպետարանի հարգելի պաշտոնյաներ, իջեք ձեր փափուկ բազկաթոռներից ու փոցալցման աշխատանքներ կատարեք։ Դե ինչ ես, ձանից ինչ ես։ Հիմա համարները ուր է մեքենայի։ Անցած շաբաթ ցնցվեցինք Աբովյան քաղաքի ծննդատնից ստացված լուրից։ 28-ամյա Վարդուր Շալաբյանը մարտի 10-ին ժամը 22-ի սահմաններում տղա երեխա է լույս աշխարհ բերում եւ մոտ 6 ժամ անց նրան նետում հատակին բռնություն կիրառում առանձնակի դաժանությամբ, հետո բարձով խեղտամանում։ Սա արդեն, ինչպես ասում են, վերջն է։ Ուր ենք ասել։ Ինչպես կարող է Մարը, Զավակի, այն էլ նորածնի հետ նման կերպ վարվել։ Արարքը արդարացում չունի, ինչքան էլ ոմանք ասեն, թե ծննդաբերությունից հետո շատ կանանց մոտ նկատվում են ընդգծված շեղումներ։ Ավելին, միթե չկային համապատասխան հաստատություններ, որտեղ կարելի էր երեխային հանձնել, եթե չէր ուզում պահել, կամ ծայրահեղ դեպքում, ինչու չէր ժամանակին ընդհատում հղիությունը, թեպետ դա էլ է մարդասպանություն, եւ վերջապես, եթե երեխա չէր ուզում, թող դիմեր ամլացման։ Հարցերի պատասխանները նախաքննությամբ փորձելու են գտնել ոստիկանության Աբովյանի քննչական բաժանմունքի աշխատակիցները։ Արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատահոգեբանական եւ քրեական գործ է հարուցվել 106-րդ հոդվածի մոր կողմից նորածին երեխայի սպանություն հատկանիշներով։ Նշեմ նաեւ, որ մարդասպանը 8 եւ 10 տարեկան տղաներ ունի, փաստացի բնակվում է ամուսնու հետ։ Կցանկանենք չանդրադառնալ այս ահասարսուր պատմությանը, սակայն աչք փակել հնարավոր չէ, առավել եւս, որ նման դեպքեր նախկինում են եղել։ Տեսանյութում կներկայացնենք 28-ամյա կնոջ մեկնաբանություններն ու նման մեկ այլ պատմություն։ Նաև բազմազավակ մի ընտանիքի, որի 14 անդամներին միավորում է սերը, մեծ սերը։ Ու թող դիտեն բոլոր նրանք, որոնք անկախ հանգամանքներից մտքի ծայրով պատկերացած լինեն նման արարք։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի 6 ժամյա կյանք տեսանյութը։ Երևի ծառ տնկած կլինեք։ Տնկելը դեռ քիչ է, պետք է կպնի, այսինքն արմատ տա։ Այ երբ որ կպավ, սրտացավ մարդը կսկսի խնամել այն սեփական զավակի պես։ Հասկանում եմ, թե ինչ կատաղությամբ նա կլցվի այն մարդու նկատմամբ, որը կոչնչացնի այդ ծառը, սակայն ոչ մի դեպքում չեմ կարող հասկանալ այն մարդուն, որը ոչնչացնում է սեփական տնկած ծառը։ Խոսքը մի ահավոր երևույթի մանկասպանության մասին է։ Նման ահասարսուլ դեպք գրանցվեց օրերս Աբովյանի ծննդատանը։ Մարտի 10-ին այստեղ տեղափոխել են մի երիտասարդ կնոջ։ Ծննդաբերությունն անցել էր նորմալ։ Լույս աշխարհ էր եկել առողջ տղա երեխա, 3 կիլոգրամ քաշով, 50 սանտիմետր հասակով, պատմում են բժիշկները։ Ամեն ինչ նորմալ էր եւ ոչինչ չէր կարող գուժել ողբերգության մասին, որը հաջորդելու էր ծննդաբերությանը։ Հերթական այցի ժամանակ հայտնաբերվել է, որ նորածինը գտնում է իր մահճակալի մեջ կապտուկներով անշունչ վիճակում։ Անմիջապես կանչվել է մանկաբույժը եւ արդեն հայտնաբերվել է, որ նորածինը մահացած վիճակում։ Ահավասիկ, նորածնին սպանած մայրը մեղսունակ է թե ոչ, կամ եղել է արդյոք աֆեկտի ազդեցության տակ հանցագործության պահին, ցույց կտա փորձաքննությունը։ Ուղղակի այդ պայն մենակ էի, շոկի մեջ էի, ու մաման ասել էր այդ ամեն ինչը, չեմ բանում ասեմ, չգիտեմ, մինչև այդ վախեցել եմ, մոտս մարդ չի եղել, օգնող չի ունեի, չի հասկանում ինչ է կատարվում իմ հետ այդ պային, որ երեխային բերեցին իմ մոտ։ Հետաքրքիր փաստ սակայն, ծննդատանը տեղեկացանք, որ երեխային այսպես ասած վերացնելու մասին կինը մտածել է ծննդաբերելուց օրեր առաջ։ Ես չգիտեի, որ երեխան ծնվում է։ 2 օր առաջ եկայի ասեցին, որ 7 ամսական է։ Ծննդաբերությունից 2 օր առաջ մարտի 9-ին երեկոյան ժամին դիմել է հերթապահբժշկին, դիմելու ժամանակ ասել է, որ վիժման նպատակով եմ դիմում, նա կտրուկ ձևով ասել եմ, որ վիժման նպատակով մեր ծննդատուն չեն դիմում եւ բավականին մեծ հղիություն է, արդեն հնարավոր չի նման
գործողություններ իրականացնել, առաջարկվել է պարկել, հետազոտվել, բուժվել, բայց նա կտրուկ հրաժարվել։ Նման զազրելի դեպքեր գրանցվում են գրեթե ամեն տարի։ 2011-ի հուլիսն էր։ Սիսյանին հարակից ջրավազաններից մեկում գտել էին նորածնի դիակ։ Ժամեր անց հայտնաբերվել էր հանցագործը։ Երեխայի լեզուս չի պտտվում ասել մայրը։ 27-ամյա այս անձը յուրահատուկ սառնասրտությամբ է պատմում եղելությունը։ Կարծես սովորական միջադեպի մասին խոսի։ Ծննդաբերությունը անցել է մենակ, ոչ մեկը ինչ չի օգնել։ Ծնվելուց հետո ինքը չի շարժվել, ես իրան ձեռ չեմ տվել, քանի որ մութ էր չէի լուսում տենայի։ Հետո լուսադեմին հաթաթել եմ ու դրեց տելեֆոնի մեջ։ Մթով էլի գիշերով։ Բանուրջից գցելացած։ Նման մի դեպք 2011-ին գրանցվել էր նաև Վանաձորում, երբ 6 երեխաների մայրը սեփական լոգարանում ծննդաբերել այնուհետև սպանել էր դստերը։ Կինն իհարկե համոզել էր, որ երեխան մեռած է ծնվել, սակայն հետո խոստովանել հանցանքը։ Անշուշտ էր, որովհետև ինքը կենթանի չի ծնվել, որովհետև ես դեղեր էի ընդունել, որ վիժ է, ճիշտ է, բայց չի վիժվել, բայց երեխու վրա ազդել է, կանոն կենթանի չի ծնվել։ Որոնք կենթաներ փաթաթեց պահեց։ Բայց ինչպես կարող է մայրական բնազդն այս աստիճան բթանա ու ծնողը 1 վայրկյանում վերածվի հրեշի։ Մասնագետները սա անվանում են հետծննդաբերական սթրես, որն իհարկե հազվադեպ է ողբերգության հանգեցնում։ Եթե տեղի է ունեցել նման հանցագործություն, ուրեմն մայրը կամ ի սկզբանե նյարդային խնդիրներ է ունեցել, կամ խիստ ատել է այն մարդուն, ումից երեխա է ունեցել, կամ ընդհանրապես չի ճանաչել երեխայի հորը եւ, այսպես ասած, մուրը հանել երեխայից։ Կա նաև այլ տարբերակ՝ սոցիալ-հոգեբանական։ Բա ինչպես են պահելու երեխային։ Հաց է տալիս մայրը եւ սպանում երեխային։ Մի քիչ անհեթեթ պատճառաբանություն է։ Միամսական չկա։ Հետ տվեց անժենատ մաչի։ Վարդասար, բավական, Շուշան, Դաները դուրս գնա, Սաթենիկնա, Մայրամի կերենա դուրսնա, Նազելի, Սարա, Արմինե, Եստեր, Սամուել, ուրա, ծուսնահին են վեր, Մելին է։ Մեկ ուրիշը մարտիկի փոխարեն գուցե շփոթեր 12 երեխաների անունները։ Ընտանիքի սոցիալական վիճակը մեղմ ասած լավը չէ, բայց բազմազավակ հայրը չի բողոքում։ Ասում է օգնում են կողքից։ Ուղղակի նախանձել կարելի է այս մարդու եւ իր երեխաների լավատեսությանը։ Երեխան իմ համար մեծ արժեք է, սրբություն։ Որովհետև երեխաները բոլորն էլ Աստծո տված պարգևն են։ Երեխաների ծնունդը եւ երեխաների լույս գալը, աշխարհ գալը ես մեծ պատիվ եւ արժեք եմ տալիս։ 13-ը լինի, պատրաստ ենք բերելու, 14-ը լինի, պատրաստ ենք բերելու։ Մանկասպանության համար մարտիկն արդարացումներ չի տեսնում։ Պատմում է, անասունները, ասենք խոզերն ուտում են սեփական ձագերին, երբ սովածանում են։ Կենթանական բնազդ է։ 11 երեխաներ են մեծացել, սաղ մի դեպք ժամանակ ասենք գիտես ինչ, մենք երբեք չենք մտածել անգամ աբորտի մասին, որ իրենք ուզում են անգամ աբորտ անեն, իրենց երեխեքից հրաժարվեն, թող չանեն, թող բերեն տան ես պահեմ։ Երբեմն լուր է տարածվում, որ այսինչ տան, հիվանդանոցի կամ մանկատան առաջ երեխա են թողել։ Արարքն իհարկե դատապարտելի է, սակայն մեր նախորդ պատմություններին ծանոթանալուց հետո հասկանում ենք, որ սա չարյաց փոքրագույնն է։ Մարդիկ գոնե ուրիշներին հնարավորություն են տալիս զգալ երեխա ունենալու բերկրանքը եւ խուսափում են երկնային ու երկրային դատաստանից։ Արմեն Աթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Անցյալի կամ ապագայի մասին խոսելիս մարդիկ երբեմն անտեսում են ներկան։ Ոմանք այնքան են տարապում անցյալի անհաջողություններով եւ լցվում ապագայի մասին տագնապներով, որ չեն կարողանում համարժեք արձագանքել իրականությանը։ Աշխարհում գրեթե բոլորն են ընդունում, որ ներկան ավելի կարևոր է, քան անցյալն ու ապագան միասին։ Գրեթե բոլորն են հասկանում, որ կյանքն այն չէ, ինչ եղել է անցյալում, եւ ոչ էլ այն, ինչը հնարավոր է լինի ապագայում, այլ այն, ինչ ներկայում կա։ Իսկ ներկայում գարուն է, բնությունը զարթոնք է ապրում եւ վերակառուցվում։ Գարնանը ուղեղի որոշումներ ընդունող հատվածն ակտիվանում է, իսկ տեղեկություններ ընկալող հատվածը պասիվանում։ Ասել է թե գարնանը մարդը դժվարանում է հասկանալ իրեն, ընդունում է հապճեպ որոշումներ, սխալվում եւ ընկնում է սեզոնային դեպրեսիայի մեջ։ Սակայն սա միանշանակ չէ եւ պայմանավորված է աշխարհընկալմամբ։ Նույն գարնանային զարթոնքը նոր ստեղծագործական լիցք է հաղորդում լավատեսին, իսկ հորետեսի համար գարունը ընդամենը տարվա եղանակ է։ Լավատեսի համար գարունը բերում է լույս, ջերմություն, վառ գույներ, իսկ հորետեսի մոտ ավելանում են կյանքից դժգոհելու պատճառները։ Գարնանային սրացումներն ուսումնասիրող հոգեբանները խորհուրդ են տալիս գարնանն առաջնորդվել զգացմունքներով, լցվել սիրով, լավատեսությամբ եւ ձեռնպահ մնալ չճշտված տեղեկությունների հիման վրա ռիսկային որոշումներ ընդունելուց։
Իսկ նրանց, ում մոտ սրվում են սեզոնային հիվանդությունները, մասնագետները խորհուրդ են տալիս երկխոսել մարմնի ըմբոստացող հատվածի հետ, քանի որ երկխոսությամբ ճգնաժամը հաղթահարելը ու մարմնի հետ ներդաշնակության հասնելը ավելի հեշտ է, քան արտաքին միջամտությամբ։ Օրինակ, եթե ձեր լյարդը ցավում է, փորձեք լսել, թե ինչ է ուզում եւ կատարել նրա ցանկությունը, կամ բացատրել, թե ինչու չի կարելի իրականացնել նրա ցանկությունը։ Գարնանային սրացումների առավել զավեշտալի արտահայտությունները հավաքել եւ իմի է բերել Գևորգ Էմինտերյանը։ Նրա հերթական պամֆլետը վերնագրել ենք «Կյանքն ուրախ է, ապրուստը» եւ նվիրում ենք առավոտյան ուրախ զվարթ արթնանալու խնդիր ունեցողներին։ Գարնանային հույսերն ու երազները ոչ միշտ են իրականություն դառնում, եւ որքան մեծ է մարդու երևակայությունը, այնքան մեծ է լինում չիրականացած ցանկությունների առաջացրած հիասթափությունը, որի հետևանքով ընկնում է մուրազափոր մարդու տրամադրությունը, դեմքը կորցնում է գարնանային ժպիտն ու ստանում տխուր արտահայտություն։ Եվ քանի որ հայերը վառ երևակայություն ունեն եւ դեմքերն ավանդաբար տխուր են, ապա տպավորություն է ստեղծվում, թե հայերի մոտ գարնանային սրացումները ավելի սուր են, իսկ սեզոնային դեպրեսիաները ավելի խորը։ Գուցե սրա առաջնային պատճառներից է այն, որ սեքսուալ հակումները գոնե հասարակական մակարդակում ընկալվում են որպես ապազգային երևույթներ եւ գարնանային հորմոնները այլ ուղղությամբ են զարգանում։ Այսպես ակնհայտ է դառնում, որ գարնանային սրացումները հայկական միջավայրում այլ բնույթ ու դրսևորումներ են ստանում։ Օրինակ, գարնանը եւ հատկապես զատկիշեմին սրվում է ձվի եւ ձկան գները թանկացնելու հիվանդությունը։ Սա այնքան է կրկնվել, որ արդեն կարելի է կոչել ոչ թե խրոնիկ, այլ գենետիկ հիվանդություն։ Հայ ժողովրդի մոտ սրվում է գրեթե ամեն ինչ, ով հարևանի հետ լավ չէ, դա դառնում է թշնամություն, ով համակրում է իրեն շենքի էլեկտրիկին, դա դառնում է մեծ սեր։ Գուցե այս զուտ հայկական սրացումներն են պատճառը, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգություններն ու հաղթանակները տեղի են ունեցել հենց գարնանը։ Այսպես ուսանողների մոտ սրվում է դասադուլ անելու, հռետորների մոտ անverջ խոսելու, խմողների մոտ շատ խմելու, ուտողների մոտ ամեն ինչ խժռելու անհագ ցանկությունը, եւ միայն քրիստոնեական պասն է, որ խորհուրդ է տալիս մեզ զերծ մնալու հայկական գայթակղություններից։ Սակայն ըստ երևույթին հայկական սրացումների պատճառները միայն հայկական հորմոնները չեն, որովհետև մարդկային ամեն ինչից բացի սրվում է հայկական բնությունը։ Ջրերը վարարում են, ասֆալտը քանդվում, ծառերը ծաղկում են եւ ցրտահարվում։ Գարնանը սրվում է հայ ժողովրդի քաղաքական ինքնագիտակցությունը։ Գուցե հենց դա է պատճառը, որ ձմռանն անցկացվող ընտրություններն ու ընտրապայքարներն այնքան կրքոտ չեն լինում, ինչքան հետընտրական գործընթացները։ Սա մի ժամանակաշրջան է, երբ յուրաքանչյուր իսկական հայորդի պետք է գիտակցի, թե որքան անհուսալի վիճակում է գտնվում եւ ինքը եւ Հայաստանը, եւ որ ամենակարևորն է, յուրաքանչյուր հայ պետք է համազգային փրկության իր սեփական ծրագիրն ունենա։ Բայց դա առավելագույնը մինչև մայիսի կեսերը, որովհետև հետո սկսվում է հայկական անշառ ամառը։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։ Ազգային ժողովի падգամավոր Կարո Կարապետյանի որդու երթևեկության կանոնները խախտելու մասին անցաշաբաթվա տեսանյութը լայն արձագանք գտավ հեռուստադիտողների շրջանում։ Տասնյակ հեռախոսազանգեր ստացանք։ Մարդիկ գոհունակությամբ նշում էին, որ թերևս միայն այդպես կարելի է ամբողջությամբ հաղթահարել անպատժելիությունը։ Նշել ենք նաև, որ նման խախտումները առավել եւս պետական պաշտոնյաների կողմից անարձագանք չեն մնա եւ հետամուտ կլինենք դրանց հրապարակայնացմանը։ Անցած շաբաթ նման դեպք գրանցվեց։ Բահրամյան պողոտայում Հունդային, որի 030 OO11 համարանիշը հաշվառված է ազգային ժողովի падգամավոր Նահապետ Գևորգյանի անվամբ, վրայերթի է ենթարկել հետիոտնին։ Բարեբախտաբար ողբերգական ելք չի գրանցվել, ու մինչև ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանումը հասցրել են հանել համարանիշը։ Հասկանում ենք, որ յուրաքանչյուրի հետ կարող է նման բան պատահել, սակայն օրենսդիր լինելը բացառում է օրենքի նույնիսկ աննշան խախտում։ Մեքենայի համարանիշը հանելով շրջանցում եք ձեր իսկ ընդունած օրենքները, պարոնայք падգամավորներ, եւ այդ դեպքում մյուսներից օրինականություն պահանջելը առնվազն անմտություն է։ Հաջորդ թեմայի մասին նույնպես շատ է խոսվել։ Ասացեք խնդրեմ, դեռ քանի վթար պետք է տեղի ունենա, որի վերջո շահագործումից հանվեն սովետի ժառանգություն մնացած եւ իրենց դարը ապրած պազերը։ Ու եթե պազի մասնակցությամբ նախկին վթարները ծանր հետևանքներ չեն ունեցել, ապա մարտի 10-ին Գավառի Արծվաքար թաղամասի գերեզմանոցի ճանապարհին շրջված պազում եղել է 22 հոգի, 5-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Գերեզմանոց գնալու ճանապարհին ավտոբուսը շուր է եկել։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Շաբաթվա վթարները, դժբախտ պատահարներն ու քրեական քրոնիկոնը Գագիկ Շամչյանի օրենքը այլընտրանք չունի տեսանյութում։ Մարտի 12-ին ազգային անվտանգության ծառայության ենթասպա 38-ամյա Արմեն Հակոբյանը Մերսեդեսով հետիոտնի համար նախատեսած վայրում վրայերթի է ենթարկում 32-ամյա Աբրահամ Դանագուլյանին։ Ենթասպան օգնում է վիրավորին տեղափոխել հիվանդանոց ու նույնիսկ մտքով չի անցնում հանել մեքենայի վրա ամրացված KGB-ի հաշվեկշիռում գրանցված համարանիշները։
Ու քանի որ վարորդը ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, ոստիկանությունից նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ ենթասպան ստորագրությամբ ազատ է արձակվել, քանի որ վրայերթից հետո օգնություն է ցուցաբերել եւ չի դիմել փախուստի։ Իսկ Գեղարքունիքի մարզում մահվան երգով վրայերթ կատարած ու փախուստի դիմաց BMW-ի վարորդ 26-ամյա Գարիկ Մելիքյանի մասով դատարանը երկամսյա կալանավորման որոշում կայացրեց։ Հիմա տեսնում եք այս խելոքին, թե ինչպես է ոստիկանության մարտուն ու բաժնում անմեղ գառան հայացքով պատմում դաժան վրայերթի մանրամասները։ Այն պահին նկատեցի, որ արդեն խփում էր պես մաշինային գլուխը։ Հետո շրջվեցի, կանգնեցի, տեսա նրան, վախեցա ու թողեցի տուն գնացի։ Լսեցիք այս մեր պատմիչին, ու հիմա քննչական մեկուսարանում նա կծանոթանա քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասի, այն է ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, եւ 244 հոդվածի, այն է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը հոդվածներին։ Ու երևի չի էլ հասկանում, որ այդ արարքի համար դատապարտվելու է 3-ից 5 տարի ժամկետով։ Ասա է խելոք, դեպքեր եղել էր, օգնություն ցուցաբերեր, չփախներ, ու հիմա մարտունից վառանոկով քո ճանապարհը չեր տանին ու բարաշեն, այլ քնիչը ստորագրությամբ ազատ կարձակեր, մինչև գործը կուղարկվեր դիվանբաշում։ Հիշում եք, թե ինչպես էր 16-ամյա հետիոտնը Օրբելի փողոցում անջատված, օրորալով, շորորալով անցնում փողոցը ու հայտնվում տաքսու անիվների տակ։ Այս դեպքում Խանջան փողոցում հետիոտն ստորգետնյա անցումով անցնելու փոխարեն փողոցը հատում է չթույլատրելի հատվածով ու գրկախառնվում Էջմիածնեցի 34-ամյա Գևորգ Մանուկյանի BMW-ին։ Լավ էր կանգառում գտնվող քաղաքացիները ահազանգում են 103 ու բուժ բրիգադը վրայերթի ենթարկվածին հիվանդանոց տեղափոխելուց հետո բժշկական օգնություն է ցուցաբերում փախուստից չդիմաց ու վրայերթից հետո վախից ու ապրումներից լեզուն քարկապ ընկած վարորդին։ Եվրոպական երկրներում նման դեպքերում մեղադրանք է առաջադրվում նաև օրինախախտ հետիոտնի նկատմամբ, ասատո այ տնաշենի մարդ, այ ապրես Առաքելյան, եկա հասուն մարդ ես, 77 տարեկան, չգիտեիր, որ չթույլատրելի հատվածով անցնելու ժամանակ հնարավոր է չապրես, այ ապրես ջան։ Հիմա երևի տեսար, թե այս ջահել տղեն ինչ ապրումներ ունեցավ։ Ժողովուրդ ջան, ոչ մեկին չեմ ցանկանում այդ ապրումները։ Այն ջահել քնիչ Խաչիկ Սամվելյանն էլ խաշն առած ձեռքը պայքարում էր ապրեսի ու երիտասարդ վարորդի ապրելու համար։ Իսկ արդյոք ժամանակը չէ, որ մեզանում նույնպես գործի եվրոպացիների մոտ գործարկված օրենքը։ Հավատացեք, որ այդ դեպքում հետիոտների բացարձակ մեծամասնությունը կմտածի ապրելու մասին, այլ ոչ ապրեսի օրինակով փողոցը կհատի անթույլատրելի հատվածով։ Սարալանջի նորակառույց ճանապարհին տեղի ունեցած վթարներին բազմիցս ենք անդրադարձել։ Անգամ բնակիչները փակել են նեղ այդ փողոցը, պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ որոշ վայ վարորդների դեմն առնելու համար։ 7 հատ երեխա պետք է անցնեին, ոչ մեկ ճանապարհ չէր տալի։ Տնից պոլի փայտը այսպես կանգնեցել եմ, երեխաները անցել են, եկա 60 տարեկան կրիկ չեմ կարող փողոցն անցնել, մեր երեխան կարա անցնի։ Եթե այս հարցը միջև վաղը չլուծվի, ես հենց հիմա պարկել եմ շորշի վրան, այս շորշը փագեմ։ Ինչ էս մարդիկ բարձրաձայնում են, տեղին է, քանի որ այս բողոքներից րոպեներ առաջ 8-նամյա երեխան BMW-ի վարորդի կողմից վրայերթի է ենթարկվում, իսկ վարորդը երեխային թողնելով անօգնական ճողոպրում է։ Ժեշտերի ձայն լսեցին, մտածեցին, որ մեքենան խփել է ժեշտին, աչքս որ բարձին տեսամ երեխան հասել է այն լույսի մոտ, իջել է ներքև։ 8-նամյա երեխան նշված BMW-ով է վրայերթի ենթարկվել, եւ վրայերթից հետո վարորդը ինքնական ներկայացել է։ Ու գիտեք ոնց է եղել։ Մինչ բժիշկները պայքարում են 8-նամյա վրեժի կյանքի համար, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություն են ստանում, որ վրայերթը կատարվել է BMW Մագնիշի մեքենայի կողմից։ Ժամեր անց այս անողնաշարը իմանալով, որ արդեն ոստիկանությունը նստել է պոչին, գլխիկոր ներկայանում է ճանապարհային ոստիկանություն ու սկսում Խաթաբալայի հայտնի կանանց նման արդարանալ, թե ինչի է դիմել փախուստի։ Դուք ինքնական մեկ եք ներկայացել։ Բայց ոնց եկաք։ Հա։ Ինչքան ժամ հետո։ Անցել է 20 րոպե, ես եկա հանձնել։ Զարմանում եմ, թե ինչու էր ծանրաքաշ գլուխը տանում բերում քնիչ Անդրանիկ Փարսադանյանը, երբ փորձում է պարզել դեպքի մանրամասները։ Ասա այդ տնաշեն, մեղավորը հայտնաբերվել է։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչ էր կաբինետից դուրս Գյուլնաց տատու հեքիաթները պատմում։ Չգիտեր, որ վարկյաններ անց սաղ սայթաղ շուխուր էր, որ միլիցիակը բռնել են։ Դե հիմա քնիչ ջան, գնա ու բռնվի։ Ու քնիչը վրայերթի հեղինակին էլ կհորդորի, որ փախուստը մեղմացուցիչ հանգամանք չէ։
Ժողովրդական ասացված կա, ասահում է տես ընկերություն անում, ասեմ թե ով ես դու, ինչ ոսկե ատամնաշարով վարորդը։ Խոսքը ազգային ժողովի падգամավոր Նահապետ Գևորգյանի մասին է։ Տնաշենի падգամավորը տենց երամսակ չկա, որ չդառնա տեսանյութերիցս մեկի հերոս է։ Այս դեպքում ավանդույթը մի քիչ խախտվեց։ Падգամավորի անունով գրանցված Hyundai Azera Magnishi 030 OO 11 համանշի ավտոմեքենայով նրա վարորդ է 58-ամյա Ալեքսանդր Բարսեղյանը Բաղրամյան պողոտային վրաերթի ենթարկում 59-ամյա Հայկ Մարգարյանին։ Այս դեպքում կարելի է ասել, որ փոս փորողը ինքն է փոս ընկնում, ու մեկը մեկի փոսը փորելու հետևանքով անմահացան։ Այսինքն, падգամավորի վարորդը չթույլատրելի հատվածում վայելող Hyundai-ը երկաթե նժույգով գրկախառնվում է չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ու մինչ հայ-հարայ վրաերթի ենթարկվածին կտեղափոխեն հիվանդանոց, մեքենայի վրայից հանում են համարները, ու չգիտես որտեղ են խորճկում։ Համարները 0 հենա, վրան տպված երևում է։ Այդ համարները չի եղել վրան։ Դե ինչ ես, ձանից ինչ ես։ Հիմա համարները ուր է մեքենայի։ Ինքան մարդա ես մարդու հետ է զբաղված նայել եմ ես։ Ոնց, այսինքն դուք չեք իմամ համարները ով է տարել։ Տնաշենները համարները խորճկել էին, չէին ֆայմել գոնե համարների տակ մնացած ցեխի արդյունքում տպվածը մաքրեն, ու եթե դա չֆիքսվեր, հաստատ մի անկապ համար էին բերել ու սախցնեին, մտածելով, որ քնիչը կուտը կուտի։ Այստեղում մատ եղան, մատ անողն էլ ավագ քնիչ Դավիթ Մարտիրոսյանն էր, ում падգամավորի վարորդը չկարողացավ համոզի, որ մեքենան չտարվի Տուգանային հրապարակ, ինչպես որ չկարողացավ համոզել ինձ, թե Շամշան ջան, շուխուր մի արա, դեպուտատը Հայաստանում չի, կգա ու լավ կլինի։ Նա Շամշանն էլ է նայել, մեջ չի, ինչ ա։ Նայել ես չէ Շամշան, մեջ նա։ Գողը ես որտեղ եք խորճեկել։ Ճանապարհային ոստիկան։ Շաբաթ չկա, որ տեսախցիկը չանմահացնի հրշեջների ու փրկարարների աշխատանքը։ Հերթական խոշոր հրդեհի տարածումը կանխվեց Երևանում։ Ըստ տեղեկությունների, Հայաստանի զինվորական նախկին կոմիսար գեներալ Սերգեյ Չայլյանին պատկանող նոր նորքում գործող Պենոպլաստիի արտադրամասում օրը ցերեկով հրդեհ է բռնկվում։ 8 մարտական հաշվարկ շենքի տարբեր կողմերից կրակի վրա գրոհ էին կազմակերպել։ Ու լավ էր, հրշեջները հաղթող դուրս եկան։ Գեներալին պատկանող տարածքից կրակը չտարածվեց դեպի հարևանությամբ գտնվող շենք շինությունները։ Հրդեհի վայրում միայն կարողանում էին աշխատել հակագազերով, քանի որ ծխից առաջացել էին թունավոր գազեր։ Անցած թողարկումներին բազմիցս անդրադարձել ենք անբարեկարգ ճանապարհների եւ արտաքին լուսավորության բացակայության հետևանքով տեղի ունեցած վթարներին եւ վրաերթերին։ Նման մի վթար էլ տեղի ունեցավ օրերս։ Մարտունիից Վարդենիս ընկած ճանապարհահատվածում բախվում են սովետական Զրովեսն ու գերմանական BMW-ն։ Եթե Երևանում մատերի վրա կհաշվես քանդված եւ կիսալուսավորված փողոցներ, ապա Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Մարտունի քաղաքում մատերի վրա կհաշվես լուսավոր փողոցներ։ Հավաքված գյուղացիները պատմում են, որ եթե ճանապարհը չբարեկարգվի ու գոնե 1-2 կանթեղ չկախվի, ապա շաբաթը առնվազն 1-2 անգամ Սուրանկյունը կարա ստեղից ռեպորտաժ տա։ Եվ մթության այս քողի տակ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ու Մարտունու ոստիկանները ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ դարձի բերեցին վթարված BMW-ն եւ դար ու փոս ճանապարհներով տեղափոխեցին ոստիկանություն։ Գիշերը գյուղացիները, փրկարարներ եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ դուրս են բերել 4 վիրավորներ։ Դիլիջան Վանաձոր ավտոճանապարհին տեղ ունեցած վթարներին բազմիցս ականատես են եղել։ Ու նշած այս ճանապարհի հարակից զորերից ինչ մակնիշի մեքենա ասես դուրս չի բերվել։ Տեսակ չէ թե ոնց էր դուրս բերվում հերթականը։ Օրերս Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ 18-ամյա Նարեկ Խաչատրյանը Volkswagen-ով դուրս է գալիս հանդիպակաց գոտի, բախվում ծառին ու 20 մետր գլորվում ձորը։ Գյուղացիներով, փրկարարներով, շտաբօգնության բժիշկներով նրան ու մեքենայում գտնվող 3 ուղևորներին մի կերպ դուրս են բերում ձորից ու տեղափոխում հիվանդանոց։ Եթե ձորում եղած այս ծառերը չլինեն, գլորվելու են ոչ թե 20 մետր, այլ անդունդը։ Բնականաբար վթարն էլ ողբերգական ավարտ ունենար։ Առհասարակ Դիլիջան Վանաձոր ավտոճանապարհի որոշ հատվածներում բացակայում են երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները։ Գյուղացիներն ասում են, թե միայն Բոզ գեղի հատվածում է եղել, այն էլ գողացել են։ Ու եթե պատկան մարմինները տեղադրեին այն արգելապատնեշները, որոնց վրա փակցված է լինում լուսային անդրադարձիչները, ապա վարորդները հնարավորություն են ունենում կողմնորոշվել եւ խուսափել նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց։ Մաշինես եկավ հոպ Յարոջան, ակները կլոր, ու կլոր դառնապրած էսպազը կողաշրջվում է, ու գիտեք որտեղ, ոչ դեն, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի գերեզմանոցի ճանապարհին։ Պազում գտնվող 22 ուղևորներին կարողանում են կարճ ժամանակում դուրս բերել, որից 5-ը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գավառի հիվանդանոց։
Ուղևորները պատմում էին, որ եթե վարորդը 67-ամյա Սամվել Դվոյանը ճիշտ չկողմնորոշվեր, ապա գերեզմանոցում մեր փոստն են փորելու ու այս անգամ մեր շիրիմներին էին խունկ վառելու։ Կարծում եմ, այս դեպքից հետո Գավառ Տրան ՍՊ-ի պատասխանատուները կթաղեն Էսպազը եւ իրենց պարկը կհամալրեն նոր ժամանակակից ավտոբուսներով։ Իսկ եթե կարդարանաք, թե ֆինանսների խնդիր ունեք, ապա կամ լուծարվեք, կամ բավարարվեք 1-2 որակյալ ավտոբուսով։ Իսկ ճանապարհների մասով խոսք չկա։ Փոսերը նենց խորության են, որ կարող ես մտնել մեջը եւ պահմտոցի խաղաս։ Այստեղից հա բուքսավատի տակ ընկա մեքենան չի պորտեք դե ասենք մորտեկերո քարինա հետևակի քարինա բռնե Դե լսեք մարզպետարանի հարգելի պաշտոնյաներ իջեք ձեր փափուկ բասկաթոռներից ու փոսալցման աշխատանքներ կատարեք թե չէ մենակ ձեր թանկարժեք նժույգների գազաբալոններն ու բեզաբակերն եք լցնում Դե հազար ենք ասել, էտ անտեր տուդուն, որ լսում եք, ճանապարհ տվեք էլի, ու ինչ անուն տաս, երբ Վեդիի շտաբօգնության բրիգադը մահամերձ վիճակում գտնվող հիվանդին ձայնային ազդանշանները միացած փորձում է հասցնել հիվանդանոց, բայց այուտես շախմատի տան դիմաց տաքսու վարորդ 54-ամյա Գագիկ Բաբայանը պատային իրավիճակ է ստեղծում, ինչի հետևանքով էլ տեղի ունենում վթարը Ստեղ են ասում, բժիշկ եք մեր տուն, ու դեպքի վայր եկավ մեկ այլ բժշկական բրիգադ, որոնք եւ Վեդիի տեղափոխող Մահամերձ հիվանդին եւ նրան տեղափոխող բուժքրոջը Երևանի շտաբօգնության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Միրիջանյանի գլխավորությամբ տեղափոխեցին հիվանդանոց։ Տենում եմ իջնել հելավ, իջերնում ավտո մեջ բարկա։ Եթե ինքը դուրմուս չպի, պասաժիրը չի մեռնում, բայց հիվանդը կարող մեռնել։ Մինչ ավակ քնիչ Արտաշես Վանյանը վթարի վայրի սխեման էր գծում, այս տաքսիստը արդարանում էր, թե սկորի մաշինեն չեմ տեսել, բայց ձենը լսել եմ։ Իսկը հարսնացուն հյուսիսից չճանաչեցի, գլխին բան կար։ Երևի այս դեպքից հետո վարորդները գլխներին կտան, որ եթե ձայնային ազդանշաններով շտաբօգնության ոստիկանության հրշեջ ծառայության մեքենաներ են լսնում կամ տեսնում, պարտադիր զիջեն։ Հակառակ դեպքում օրենքը ձեզ հաստատ չի զիջի։ Մարդաբույր ցուցանակը վարորդներին ազդարարում է, որ խնդրեն արգելակիր շարժիչով կտրուկ վայրեջք։ Իսկ որոշ վայ վարորդներ հաշվի չեն առնում ցուցանակում մարդաբույր գրվածը, վարորդը տեղում մահացել է, իսկ ամբողջ Բեռնատարի միջի ապրանքը թափվել է։ Այմար, սենց տեսարաններ միայն կինոներում էինք տեսնում։ Ու այս կինոյի ռեժիսորը 37-ամյա Մերսիկ Բալասանյանն էր, որը 3 ժամը 15:30-ի սահմաններում վարելով Volvo մագնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի գյուղի հատվածում, Ուշիի ոլորաներում, փախվում է 35-ամյա Ներսես Ալեքյանի Գազ 33-021-ին, իսկ հետո Մելի Գալստյանի 0-9-ին։ Ու ճիշտ կլիներ, որ ընդհանրապես չխոսեի, այլ գնային միայն կադրերը, քանի որ դրանցով ամեն ինչ ասված է։ Բայց դե չեմ կարող չհամաձայնել հավաքվածների հետ, որոնք անդադար պնդում էին, թե ինչ կապ ունի զգուշացնող վահանակը։ Թաթալաբաց վարորդի համար գրես-չգրես նույն հաշիվն է։ Ամենևին էլ մտադրություն չունեի խոսել հանգուցյալի հետևից։ Ինչի եմ դա ասում, քանի որ ինչպես արդեն նշեցի, Volvo-ի վարորդը մահացել է։ Բայց կարծում եմ, սա կարող է դաս լինել բոլոր վարորդների համար, որ հատկապես Ուշիի ոլորաններում առավել զգոն լինեն։ Գյուղի տարեցներն էլ պատմում են, խորհրդային տարիներին, երբ բեռնատարները հասնում էին Ուշիի ոլորաններ, գոնե 30 րոպե դադար էին տալիս, որպեսզի սառեն տաքացած արգելակները, ինչից հետո նոր շարունակում էին ճանապարհը։ Մի քանի անգամ այս հատվածին անդրադարձել ենք, պատմել մասնավորապես վրացի վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների մասին, եւ բոլոր դեպքերում կրկին ֆուրերն են եղել։ Լավ, դժվար է հասկանալ, որ բեռնատար երկար մեքենաների, ինչպես ասում են, մանրևենոստը բարդ է։ Դժվար է հասկանալ, որ քո պատճառով կարող են տուժել նաեւ այլ մեքենաներ ու հետեւաբար նաեւ մարդիկ։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են հավաքվածները դարձի բերում 0-9-ը, որը նույնպես զոհ էր գնացել ֆուրին։ Ավելորդ չէ նշել, որ Volvo մագնիշի ֆուրը ամբողջովին բարձած է եղել արևածաղիկի ձեթով, որը ինչպես տեսակ ամբողջովին թափվել էր, ինչը լրացուցիչ դժվարություններ էր ստեղծում փրկարարների եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար։ Կատարվածի հետքերը վերացնելու փոխարեն խեղճերը անընդհատ սոտ էին տալիս թափված ձեթի պատճառով։ Մի լավ վնասված գես էլ ստացա։ Հետո այդ ինչի է նման, ու այդ սաղ, ինչպես արդեն նշեցի, արագության գերազանցման հետևանքով։ Միակ սփոփանքը այն էր, որ շուրջ 1 ժամ որոնողական աշխատանքներից հետո այլ մահացածների եւ վիրավորների չհայտնաբերեցին։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը սիրենք իրար, քանի որ բարոյական յուրաքանչյուր կանոնի չափանիշը սերն է, ու ամենակարևորը մարդ լինենք։ Դա ամենադժվար մասնագիտությունն է։ Կհանդիպենք մարտի 24-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։